Բարև գալի, Բարև Վահան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ անշուշտ սիրով, Հագիչ շնորհակալ եմ ներկա մենք ենք հրաչարգի շնորհակալություն։ համար։ Հագիչ ներկայացնեմ գենսակրությունդ եւ անցնենք զրույցին։ Ծնած ես Շատ լավ։ Հալեբ, հաճախած ես այդ տեղի Հայգազյան վարժարանը, 2014-ին տեղափոխված ես Երևան, մինչև համալսարանը ուսանած ես թատրոնի եւ կինոյի բեմադրություն քոլեջի մեջ, վերջերս 2025-ին ավարտեցիր ամերիկյան համալսարանը անգլերեն եւ հաղորդակցություն մասնագիտությամբ, 2015-ին 2023 հանրային ռադիոյի մեջ արևելահայերենով վարած ես առողջություն այբուբեն եւ զարթուցիչ մանկական հաղորդումները, 2023-ին ի վեր դասադու հարթակի մեջ հայերեն գտասավանդես, արևմտահայերեն եւ արևելահայերեն, ը, եւ զրուցենք ասոնց մասին քեզի հետ։ Անշուշտ սիրով։ Ամփոփ միան ներկայացնեմ երկու parով դասադունալ հարթակը, արցանց հարթակն է, որ աշխարհի ամեն տեղե փոքրիկներ կրնան դասերը ստանալ դարբեր առարգաներու եւ նյութերու մասին, ինչպես դպրոցական նյութեր, ջադրակ, երաժշտություն եւ դարբեր լեզուներ։ Հիմա քո գենսակրությանը ծանոթանալով կանտրատառնամ, որ փոքր տարիքեն սիրած ես ուսուցչությունը։ Ինչը քեզի մղեց լեզվի ուսուցիչ դառնալու։ Նախ ես իմ հայրենի ուսուցչուհիներուս շատ սիրած եմ եւ իրենք շատ հատուկ դեղ ունեցած են իմ դպրոցական կյանքիս մեջ եւ ասենք իդեալի մոբես մարդիկ եղած են ինձ համար ադոր համար միշտ համակրանք ունեցել եմ հայերենի ուսուցչության ուսուցչուհիներուս հանդեպ ադոր համար մտածված չէր իմ դասավանդումը սկսիլս դասավանդելս բայց երբ որ ունեցա արիթը շատ սիրով ընդունեցի եւ սկսեցա եւ հիմա շատ սիրով գնեմ իմ կորսս։ Իսկ մասնավոր, այսինքն գիտակցաբար ընտրեցիր արևմտահայերեն դասավանդելը, իր կողքին Այո, արևելական կդասավանդես անշուշտ։ այո։ Առաջարկը ինձի Ինչու։ այսինքն եւ արևմտահայերեն եւ արևելահայերեն գնամ դասավանդել եւ սկիզբը գնայի ընտրել Ըմ, Բայց եւ այո 10 տարի Հայաստանի մեջ կաբրի արդեն հոստը բրոսներ հաջախած եմ եւ նույնիսկ երբ հալեբ էինք այդ ժամանակալ ես արևելայերեն շատ սիրած եմ այսինքն քիրքերն ալ որ գարտայի եւ այլն արևելայերեն քիրքեր շատ գարտացած եմ նույնիսկ փոքր դարիքես բայց հաշվի առնելով այսինքն ես իմ մեջս ինչ մտածեցի որ արևելայերեն շատ ուսուցչուհիներ կան հիմա որ գրնան դասավանդել եւ այլն երբ որ ես ունիմ այդ կարողությունը արևմտայերեն մեկ բզդիգիմ ավելի արևմտայերեն սորվեցնելու ինչու ոչ Adamlar արևմտայերեն ավելի կարևոր է արևելայերենն սկզբնական շրջան եւ այսինքն բավական ժամանակ միան արևմտայերեն դասավանդեի վերջերս է որ ունիմ մի քանի աշակերտներ որ արևելայերեն գտասավանդեմ բայց հիմնական աշակերտներս արևմտայերեն գսորվին Դասադու հարթակին վրա եւ հոս նշեմ դասադու ինքը կգրվի անգլերենով DASA 2։ Այս այո հարթակին վրա այս հարթակը որը ուղղված է, ինչպես աշակերտը կգրնա ծանոթանա անոր, ինչն է որ զինք կմղե արձանագրվելու հոն, քիչ մ այսինքն ավելի խոսենք հարթակի մասին, այո գիտեք մեկ կողմեն ինքը սովորաբար ամենօրյա դպրոց ալգերտա, ինչու այստեղ պիտի կա, ինչ հավելյալ արժեք գնձայի աշակերտին այս հարթակը, սովորական դպրոցին հետ համեմատած։ Անշուշտ շատ աշակերտներ ունենք, որ դնային դպրոցի մեջ են, այսինքն homeschooling գնեն, եւ այդ աշակերտները արդեն գարնեն բոլոր առարկաները, որ իրենք գցանկան։ Բայց այդ աշակերտները, որ հայերեն գսորվին, գապ չունի արևմտայերեն եւ արևելայերեն, ասի իրենց համար հավելյալ դասամիջոց մնե։ Okay. So, երբ որ հոն չի գա միջոցները դասավանդման կամ եթե կան մարդիկ որ գիտեն հայերեն եւ գնան դասավանդել օրինակ շաբաթօրյակ դպրոցներ, գիրակնօրյակ դպրոցներ, եկեղեցվո դպրոցները նույնիսկ այդ մարդիկ որ գտասավանդեն ոչ atkan լեզվին գդիրաբեդեն
Այսինքն հոն ունի ես իմ Ամերիկայի մասին խոսիմ որ Եվրոպան ավելի առաջ խաղացում ունի հայերեն արևմտահայերենի հետ կապված բայց Ամերիկայի հետ Ամերիկայի մասին եթե խոսենք գարիկը գա բզիկները որպես հայերեն սորվին որովհետև եթե հոն արերես պիտի լա տասավանդումը նախ շատ սուղ արժեք ունի եւ տասադուի մեջ ավելի մաչելի են արժեքները համեմատած այլ երկրներու արերես տասավանդումներուն հոս անհատական է տասընթացները այսինքն երբ մամաները ծնողները գորոշեն գմդածեն իրենց որոշումը ինչպես առնեն ինչի վրա կենտրոնանան աս մի քանի կորձոնները գա որ իրենց գոքնե որ տասադուն ընտրեն այսինքն մաչելի արժեքը անհատական տասընթացները բոլոր տասընթացային ծրագիրները որ կգազմվի հadoop ամեն մեկ աշակերտի համար գլա տասադուի Կբադահի որ մեջ օրինակ քույր եղբայրներ իրար հետ այո դասավանդես ընտանիք։ այո եթե անշուշտ ունիմ ընտանիքներ եթե իրենց լեզվի գիտելիքները շատ տարբեր չեն այսինքն ունիմ երկու քույրիկներ որ մեծ քույրիկը ավելի լավ գիտե հայերեն գիտե խոսիլ գիտե դարերը բզդի քույրիկը ոչինչ չգիտեր այդ ժամանակ առանցին ենք տասերը բայց գան քույրեր եւ եղբայրներ որ երկուքն ալը սկսնակ են լեզուն չեն դրաբեդեր լեզվին չեն դրաբեդեր այդ ժամանակ իրարու հետ կնեն գրուպ Մгм. տասեր Եվ խմբագա սովորաբար ինչպես կտասավանդես, այսինքն իրենք եթե անգլիա խոսեն կամ ուրիշ լեզուներ, քիչ այո մնալ եթե պատմես մեզի քու աշակերտներուդ մասին, մեծ մասը ուր գեկուկա, ինչ տարիքի են։ Դասատուի մեջ կան ուսուցիչներ, ուսուցչուհիներ, որ հայերեն լեզվով հայերեն կտասավանդեն, այսինքն այդ մանուկներուն կամ մեծահասակներուն, որ վերջերս կացած են արտերկիր, քաղտած են արտերկիր եւ գուզեն չի մոռնալ իրենց հայերենը, գուզեն գարթալ, քրել, որովհետեւ կան մարդիկ, որ շատ լավ հայերեն խոսին, բայց չեն դարերուն եւ քիրերուն չեն դիրապետեր։ Իմ աշակերտներս, ես անգլախոս աշակերտներու հետ կաշխատիմ, բոլոր տասերս անգլերենով, անգլերեն լեզվով են, դարիքային, շատ դարբեր դարիքային դարիքով աշակերտներ ունիմ, այսինքն ունիմ 60 տարեկան, ունիմ 5 տարեկան, Ոչ միայն փոքրիկներ, այսինքն։ այո, ոչ միայն Այո։ փոքրիկներ են աշակերտներս, այո, նույնիսկ ունի մեծահասակ զույգը նոր ամուսնացած են, դիգինը ուզեց հայերեն սորվի, որտեղ իրեն ամուսինը հայ է, եւ իրենց հետ ալգ աշխատի։ Ամուսինը ալ շատ սիրով մեզի միացավ, միշտ ասերուն մեր հետ գնստի, իրարու հետ հայերեն գխոսին, ավելի թյուրին գլա իրեն գնոջ համար։ Եվ անշուշտ փոքրիկներու հետ 5 տարեկան, 7 տարեկան, 12 տարեկան շատ դարբեր են, այսինքն ճունիմ շեմը, որ միան այդ շեմի հետ կաշխատիմ։ Բացի դարիքենալ հայերենի իրենց իմացությունը նորենալ կան ոմանք որ բնավ չէին խոսեր, ոմանք ալ իմացությունը ունեին որոշ, բայց պետք էր ավելի վարժություն ունեին հետը, հա, երևի։ Այո, ճիշտ այդպես։ Աշակերտներ, ես հիմնական աշակերտներ, որ իրենց հետ կաշխատի, բոլորն ալը սկսնակ են լեզվին, այսինքն չեն դրաբեներ լեզվին, չեն խոսիր, չեն գարտար, այսինքն խոսակցական քիչ մը գնենք, հետո դարաջանաչություն իրարու հետ գսկսինք։ Արդեն դբրոցական, ինքը դբրոցական չէ որ, այսինքն շաբաթը 1 ժամ, շաբաթը 2 ժամ, տասերը այդքան կդևեն, այսինքն շատ արագ չլար, ինչքան որ եթե դբրոցական ծրագրի մեջ ներառված լար։ Անշուշտ։ Տուն ծանոթ ես տասադու հարթակի մնացած տասընթացքներուն ալ եւ վստահ տարբեր ստեղծարար գործիքներ ու միջոցներ կհայտայդե տասադուն արևմտահայերենի ուսուցման համար ադոնք կիրարգելի են գիտես միշտ արևմտահայերենը գրնա դժվարություններ ունենան համեմատած ուրիշ լեզուներու կամ ուրիշ առարգաներու հետ։ Քանի որ տասերը առցանց են, ավելի մեզի հնարավորությունները շատ մեծ են։ Տասերուն հետաքրքիր անցնելու, այսինքն եւ երկեր կիրառելու, եւ սլայդ շոուի միջոցով տասերը բացատրելու, նկարներով, լեսոլովակներով, հնարավորությունները շատ են, քան եթե օրինակ լար անցնաբես տասերը, տասարանի մեջ։ Տասադուի մեջ շատ ուսուցիչներ եւ ուսուցիչներ կան, ինչպես ըսի, եւ նույնպես ալ կան արևմտահայերենի շատ հիմնական ուսուցչուհիներ, եւ ամեն մարդ ինքը իր ծևերը
գորթեքրե, ինչպես որ Մհմ, իրեն հարմար է։ Այսինքն slide show-երը ամեն մեկը ունի իր անանցին քիրքերը, slide show-երը, որ ամեն մեկի ինքը ինչպես որ իր դասավանդման ցևին հարմար է, ինչպես որ իր դասավանդման ցևին նպատակը հարմար է, ամեն մեկը ինքը գնե իր աշակերտներն, այսինքն բոլոր աշակերտներու հետ գնանք տարբեր ցևերով գնել։ Ես ունիմ աշակերտ օրինակ բզդիկ միան վիդեո դեսոլովակներով խաղերու միջոցով գնենք, այսինքն մենք պետք չենք ունենալ slide show-երու եւ աշակերտներ առնիմ քիրքերով գնենք միան։ Այսինքն ամեն մեկ աշակերտի հետ տարբեր ցև մը գործեքրենք։ Եվ ուրիշ բանալ նշեմ, ճիշտ է, դասատուն ունի ավելի շատ ուսուցչուհիներ եւ ուսուցիչներ եւ մեծամասնությունը Գաբրին Հայաստանի մեջ եւ մեր դասատուի հիմնադիրին միտքը եւ քաղաքապարը այդ ալ եղած է որ այդ երդասարտներուն այդ ուսուցիչներուն եւ ուսուցչուհիներուն աճակցե որ Գաբրին Հայաստանի մեջ եւ Փարոյաբես եւ ինչու՞ չէ նաեւ Նյութաբես Եվ բոլոր, որ Հայաստան գաբրին եւ գիտենք օրինակ, համար հիմա Եվրոպա այդքան չէ, բայց Ամերիկայի հետ ժամային տարբերությունը բավական է։ Այսինքն հիմա ես ալ աշխատիմ Հայաստանի արդուները, արդուգանող։ Եվ երբեմն բզդիկներու հետ երբ որ պիտի երգենք, երբ որ պիտի խաղեր խաղանք, երբ որ պիտի ցածկենք արդվա 5-ին եւ 6-ին, մամաս ասանք թուրը գբանա գնայի, ես կցածկեմ գոր, գբարեմ գոր, ետ կքոցե արդվա 5 Խնդիր չի անշուշտ սիրով գնենք բոլորս ալ եւ հաջիկով բայց ասալ գա այո, միշտ այս կողմերը կլան։ այո Իսկ ինձ համար հետաքրքրական է արևմտայերեն ուրիշ դասավանդող գա։ այո Մոտավորապես հիմնական քանի հոգի է։ ուսուցիչները չեմ գնար թիվ տալ բայց Հմ, հիմնական ուսուցիչներ են որ արևմտայերեն հմ։ գտասավանդել Ասենք մի քանի ուսուցչուհի կան նվազագույն։ նվազագույն Վերջին Եվ կան հարցումս երիտասարդներ, եւ կան երիտասարդ ուսուցչուհիներ ինձի պես, եւ կան բավական փորձառու հմ, դիգիններ, ուսուցչուհիներ, որ արեմը դայրեն կտասավանդեն։ Եվ անշուշտ ունենք շատ տասադուներ, որ արեմը դա հայ են, հմ, այսինքն Սուրիա հայ են, Լիբանանա հայ են եւ անշուշտ դարբեր երկիները հայերը ներկախտած Հայաստանի մեջ կապրին, իրենք ալ կտասավանդեն ուրիշ առարգաներ, նյութեր, հմ, օրինակ թվապանություն, շախմատ, կոդինգ, հմ, շատ դարբեր ծրագրավորում։ Շատ լավ։ ծրագրama։ Վերջին հարցումը դամ այս նյութին հետ կապված, քեզի համար ինչ է չափանիշը քո աշակերտի հաջողության։ Երբ գսես թե հաջողեցա այս աշակերտին հետ եւ ինքը հաջող էր։ Ինձ համար ամենակարևոր բանը, որ ես վստահ եմ, որ կհաջողիմ Ադ աշակերտը այդ աշխատեն, երբ որ ինքը հաջիկով ամեն թասը գմիանա եւ ադ օրը որ պիտի չի գրնա միանալ թասին կամ չեմ գիտեր զադիգե դոնե ընտանեկան ճամփորդություն ունին ինքը գնեղվի Երբ որ ես գիտեմ աստիգա եւ երբ որ տեսնեմ որ իրենք շատ գարոցած են հայերեն տասերը միշտ հաջիկով գմիանան միշտ սիրելով գմիանան արդեն ինձ բավական այսինքն հաջողության գրավականս է եւ գրնա լալ ինքը շատ լավ հայերենի չի դիրապետեր այդ բզդիգա օրինակ համար այդ տասերուն ընթացքին բայց երբ որ ինքը արդեն հայերենի տասերը գսիրե ինձ համար մեծ բան է որովհետեւ խնդիր է հոն բզդիկները հայերեն խոսին գիտնան որ իրենք հայ են եւ հայերեն պետք է սորվին Եվ Հայաստանը սիրեն Հայաստանը Այ Եվ այս երկու տարվա ընթացքին եղան աշակերտներ, որ ասենք ավարտեցին լրացուցին ամբողջ դասընթացքը հետդ։ Եվ սիրունակ հայերեն լավ է, սորվեցան։ չեմ գնար այդպես էլ, որովհետև նույնիսկ ես շատ դեղ ունիմ հայերեն ամբողջացնելու, լման սորվելու, անշուշտ չեմ Բայց ուսանած գոնե հայ։ սահուն խոսին, գրեն գարտան, այդպես վստահ Այո, եղավ, այո։ որովհետև ազատ դասընթաց է ձևով մենք Այո, դպրոցում։ ազատ դասընթաց է։ Ունիմ փոքրիկներ, որ միան իրենց այդ խոսակցական գնեմ։ Ունիմ, այսինքն միշտ կխոսենք, կբատմենք եւ օրինակ ինչ է իբուն նպատակը այդ փոքրիկներ, որ հայերեն գուզեն սորվիլ, գուզեն, որ իրենց մեծ հայրիկներն եւ մեծ մայրիկներն հետ զրուցեն։ Հայերեն գնան ազատ խոսիլ։ Շատ կարևոր է իրենց համար հիմա ես բոլոր աշակերտները որ ունիմ ամենաառաջին իրենց նպատակը որ գնա դնողքն ալ գսասի որ մեծ մայրիկին եւ մեծ հայրիկին հետ խոսի որովհետեւ մեծ մայրիկներ մեծ հայրիկները գխոսին եւ գուզեն ատբստիկները փոքրիկներ իրենց պատասխանեն Եթե այդպես նայենք այո հաջող շատ աշակերտներ ունիմ շատ աշակերտներ ալ ունիմ որ շատ սահուն գքրեն շատ սահուն գարթան
ըմ, արդեն քերականության վրա աշխատենք, շատ դժվար բան է, հատկա բզդիգի համար, որ Հայաստանի մեջ չապրիր, կամ հայերեն չգիտեր նագե։ Ուսանած ես անգլերեն եւ հաղորդակցություն, ինչպես ասինք, ամերիկյան համալսարանի մեջ Երևան, իբրև Սուրիայեն, Հալեբեն, Հայաստան, Երևան հաստատված սպիրկահայ, ինչպես կքննադես կրթությունը եւ ընկերային կյանքը Հայաստանի մեջ։ Ինչպես է Ես շատ կրթությունը։ Հայաստանը, շատ կսիրեմ բոլոր, այսինքն շատ հաճիկով ապրել եմ Մոս եւ Գաբրի մանշուշտ, եւ համալսարանական կյանքը, եւ կոլեջ գուսանեի, բոլոր օրերն ալ, դարիներն ալ ինձ համար շատ հոգեհարազատ եղած են, այսինքն համալսարանի մասն ես ըմ, շատ միշտ, շատ հաճիկով եւ շատ կովասանքով կխոսեմ։ Միշտ կկովեմ համալսարանս, որովհետև իրապես, եթե նույնիսկ պիտի համեմատենք, այսինքն Հայաստանի տարբեր համալսարաններու հետ, եւ իր ծրագրով, եւ իր ուսանողական կյանքով դեղ չունիմ խոսելու։ Միայն լավը երևի։ Միան լավը կտամ խոսել, այո։ Շատ կհարցնեն այստեղ հարմարվել ես, վստահ, եթե արևելայերեն արդեն գտասավանդ ես, հարմարվել ես, բայց կգարոտնաս Սուրիահայ ասենք քոնե կյանքին։ Այո, ես այսինքն միշտ մենք ընկերուներով, սուրիահայերով, մեր ընկերներով, այսինքն մենք չենք կապը գտրած, Կոմպերով։ միշտ իրար հետ կտեսնվենք, այսինքն ես ինձի չեմ համարեր Հայաստանցի ացած սուրիահայ։ Ամ, Այդ ալ պատճառը, որ արեմդայերենն ալ, այսինքն ունիմ շատ ընկերներ, ընկերուներ, որ տեղափոխված են Հայաստան եւ շատ չեն գխուսափին արեմդայերեն խոսել են, նույնիսկ ընկերական շրջապատի մեջ կամ հիմա համալսարանի մեջ բոլոր դասերն ալ ամեն ինչ անգլերենով է, չէ։ Չեն խոսել արեմդայերեն, կերատասեն անգլերեն խոսիլ։ Ես անանք չեմ։ Ինձ Ամ, համար շատ բարձր քննադատելի է գներես ընդհանրելուց համար, որ մեկ կողմեն գարչած ես արևմտահայերենին եւ գտասավանդ ես, բայց մյուս կողմեն արևելահայերենին ալ լավ դիրաբեդելով նորենալ ալ գտասավանդ ես։ Այո։ Որովհետև դպրոցների մեջ, քոլեջների մեջ, այսինքն եւ ռադիոն ինձ շատ օգնած է արևելայերեն որպես սորվիմ, այսինքն երբ մենք Հավիտ խոսենք այդ մասին։ երկու այո։ Հիմա ուրիշ բան ասեմ, ես բդի քույրիկ ունիմ, որ Հայաստանցի է, հոս դնած է, իմ հարազատ քույրիկս է։ Եվ այսինքն իր դարեգից ընկերուները կան, որ նույնպես իրենց ընտանիքներ Սուրիայի են, եւ շատ բզդիկներ կան, որ արեմուդայերեն չեն խոսիլ, որովհետեւ դպրոցին, այսինքն չեն ուզեր իրենց վրա խնդան, որովհետև իրենց պես չեն խոսիլ բզդիկները եւ ընտանիքները կխրախուսեն այդ որոշումը բզդիկներուն։ Մենք ես շատ թեմեի at ծևին եւ մեր քույրիկը մեր հետը շատ լավ արեմուդայերեն գխոսի, շատ լավ, այսինքն մենք արևելայերեն չենք կորցածեր, երբ իր հետը խոսենք եւ անշուշտ դպրոցի մեջ արդեն 4 դասարն է եւ անշուշտ դպրոցը շատ լավ արևելայերեն գխոսի, գքրե գգարթա եւ դունալ արեմուդայերեն քիրքեր գգարթա, գքրե, այսինքն ինձ համար ադալ շատ կարեւոր է, որ նոր սերունդ բզդիկները, որ Սուրիայեր ու ընտանիքներու բզդիկներն արդեն հոս դնած են եւ գմեծնան, իրենք ալ արեմուդայերեն խոսին եւ սորվին եւ գարտան։ Ինչպես ասիր ռադիոյի Հայաստանի հանրային ռադիոյի մեջ հաղորդավար եղած ես, ինչ հեռադադարներ ունիս, ասենք ուսուցչության եւ հաղորդավարության մեջ։ Եվ քիչ մնալ անշուշտ կխնդրեմ պատմես այդ փորձառությանդ մասին։ Առաջին անգամ երբ ռադիո կացի ես ահալեբ ռադիո երազի մի քանի անգամ ընթերցանություններ ռազեմ ռադիո երազի մեջ եւ միշտ սիրել եմ, այսինքն եւ գարտալ ալ շատ սիրած եմ փոքր դարիք ես բզդիգութենես հոս գա մանկաբադենական զարթուցիչ ծրագիրը գար այդ ժամանակ ինձ հրավիրեցին ռադիո, ասին որպես Սուրիահայ փոքրիկ եգուր հետդ բզդիկ հարցազրույց մնենք երբ որ ռադիո կացի եւ հարցազրույց երինք հիմա քիչ մը ցայնս փոխված է 10 տարի առաջ իրենք շատ սիրեցին ցայնս ասին վայ գալի ջան եգուր քեզի արևելահայերեն accent-ը կփոխենք կսորվեցնենք ամեն ինչ եգուր մեր հետ սկսիր հաղորդումներ վարել գարտալ հարցազրույցներներ եւ ադանք կամած իշտ սկիզբը շատ կկաշկանտվեի որովհետեւ հնչյուններս քիչ մը արևելահայերեն չէին եւ Այդքան վարժ շատ չէ իր դեր։ այո, այդքան բարձ չէի արևելայերենի հնչյուններում, բայց կամած իրենք ալ հետս բավական աշխատեցան, որ ես շատ մաքուր
արևելայերեն հնչյունով խոսիմ եւ հիմա գրնամ։ Երկուքն ալ արդեն։ Այո։ Եվ կպապակից շարունակել, որովհետև շատ հետաքրքրական է, որ թատրոն եւ կինո ուսանած ես կոլեջի մեջ, թեև հաղորդակցություն եւ անգլերեն ուսանեցար համալսարանի մեջ, բայց դարբեր երկու փորձառություն արդեն ցետ բերած ես։ Որ մեկ ավելի սրդիդ մոդիկ է կպապակի սաբակային շարունակել, ընդլայնել փորձառությունը։ Ես կուզեմ ուսանել այդպիսի բաներ, որ ինձ համար հաճելի են եւ ես կսիրեմ։ Եվ նույնպես ալ, այսինքն ես թատրոն եւ կինոյի թեմատություն ուսանել ես առաջ 1 տարի туриզմի մասնակցած քոլեջ մկացի։ Բայց հասկացա, որ ես պետք է ենեմ փամու, որ ինձ շատ հոգեարազատ է եւ շատ սիրտիս մոտ է եւ գսիրեմ եւ հաջիկով պիտի սորվիմ, այսինքն որ դարներս բարաբի չեր տա։ Այդպիսով փոխեցի քոլեջս եւ սկսեցա թատրոն եւ գինոյի բեմադրություն ուսանել, շատ հաջիկով սորված եմ եւ բզդիգութենես ես թատրոնի անթեպ միշտ ծեր ունեցել եմ, այսինքն շատ բզդիգ դարիք ես, նույնիսկ դարիք ես հալեբեն թատրոններ մեջ խաղացած եմ, ներկայացումներ խաղացած եմ եւ գսիրեմ, բայց օրի մեկը գրնալալ սիրողական թատրոն բեմադրեմ, եթե հարմար արիթ ունեցա, բայց չեմ կարծեր, որ ես գինոյի մեջ կրնամ շարունակել բամանել։ Հաղորդակցությունը նորեն գսիրեմ, նորեն բամն է, որ ինձ հոգեարազատ է, իմ բնավորությանս հարմար է, սիրելով ուսանած եմ նորեն ջուղս, հաճելի է, եւ դասավանդումն ալ գսիրեմ, այսինքն հիմա նպատակներ ունիմ, ծրագիրներ ունիմ մաստերս ընելու եւ հուսամ արդեն դասավանդման մեջ կլա գամ արեմդահայերենի որպես հայակետ արդեն արեմդահայերենի լեզվի մեջ գամ ալ արդեն որպես դասավանդություն եւ մանկավարժություն Շատ փոյակապ։ Այսպես ուրիշ հաջորդ հարցազրույցը ունելու նորնիտ կլա։ այո Հաջորդություն կմաղթեմ քո ուսմանդ եւ աշխատանքներոդ մեջ։ շնորհակալ եմ Հուսով եմ այդ հաջողություններու մասին աբակային առիթ կունենանք զրուցել։